Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Խենյուրան անվանալ հայ ժողովրդի ամենամեծ բարիկամը արևմտահայերին առցանց դասընթացների երկրորդ փուլը սկսում է փետրվարի 16-ին։ Արման Թաթոյան, Կարմ Չումսուսյանի միջազգային հարթակներում փիթրթնական Հայաստանը ու Արցախը խնդիրները, Արցախը հարցը կապված չի, Էրիխ Վոնտոբել, Կարսում վայրի կենթանին սնունդը մանկյամ ձմռան խիստ պայմաններում, Ղարահիսարին ամրոցը տարվա 4 եղանակների կախարդական գեղեցկություն Սիրիահայերը սահմանադրական իրավական խաչմերուկներում, իրավունքների ու քաղաքացիության ու արդարության մեջ, Արևմտյան Հայաստանը մսսած ամենահամեղ ու յուրօրինակ ուտեստներամինը Վանա Քաշովի։ Փետրվարի 3-ը Ամերիկայի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի մահվան տարելիցն է։ Իրանանու հայկական պատմության մեջին կապված է երկու կարևոր առանցքինի հետ՝ Հայաստանը ու Թուրքիայի սահմանագծման հարցն է մարդասիրական աջակցությունը մերձավոր արևելքում տուժածներին։ 1920 թվականին Վիլսոնը ստանձնել է իրավարարի դերը սահմանների որոշման հարցում, ստորագրել է իրավարար վճիռը, վերը պահպանվում է Ամերիկայի պատմական փաստաթղթերում։ Այդ քայլը տրալ է միջազգային իրավունքի կարևոր հանգրվան, ճանաչված Հայաստանի շահերի պաշտպանության տեսակետից։ Միաժամանակ Վիլսոնը խթանել է մարդասիրական շարժումը վերի շնորհիվ փրկվան ավելի քան 1 միլիոն փախստականն է, այդ թվում 132,000 որբեր։ Իրանամիջական նախաձեռնությունով ստեղծվել է բարեգործական ընկերությունը, կազմակերպվել է իրանց խնամքնակրթությունը 100 որբանոցներում, գրեթե 1000 ամերիկացի կամավոր մեկնել է Միջին Արևելք, տեղում քեմագինել հայերին, ասորիներին ու հույներին։ Վուդրո Վիլսոնը 1919 թվականին ստացել է խաղաղության Նոբելյան մրցանակը, ինքը մխլա հետ դիմալ ամերիկացուց հայերին քեմագինելի խնդրանքով շեշտել վարժեքներն վեր սորել կարևորն արդարություն, մարդասիրություն ու պատասխանատվություն։ Հարց ընթերցողին. Արդյոք սորել ղեկավարներն ու հասարակությունն Կարին Վիլսոնի ոգով կաղնին մարդու ազգային արժանապատվության կողքին, հունց կարելի է միջազգային ու մարդասիրական արդարությունը օգտագործել սորվա ճգնաժամերում։ Հրանձինք հիմնադրամը Գալուս Գյուլբենկյան հիմնադրամի քեմագավեր 2026 թվականի փետրվարի 16-ին սկսում է արևմտահայերենի ուսումնասիրության ծրագրի երկրորդ կիսամյակը։ Ծրագիրը առցանց է, տևում է 18 շաբաթ, ներառում է 72 ժամ ուսուցում ու անցկացվում է շաբաթական 2 հետ, օրական 4 ժամով։ Մասնակիցներն կարին ընտրին 4 մակարդակները՝ սկսնակ, երկրորդ, միջին ու առաջադեմ, իսկ առաջին 3 մակարդակներում ուսուցման օժանդակ լեզուն թուրքերենը, արևմտահայերենը, վերիմացությունը պարտադիր է։ Դասեր անցկացվելուն Zoom հարթակում ուսումնական նյութերը հասանելի են Google Classroom-ում։ Ծրագիրի նպատակն է զարգացնել գրագիտությունը, ընթերցանությունը, խոսքնալեզվական կառուցվածքները, հասնել խոսքի սահունության ու բարդ ժամանակաձևերի կիրառման։ Յուրաքանչյուր մակարդակի բացման հետի անհրաժեշտ է առնվազն 3 մասնակից, իսկ դասախոսները կարին փոփոխին ընտրված մակարդակ համապատասխան հմտություններին։ Մանրամասները գրանցումը հասանելին Հրանձինք հիմնադրամի կայքում։ Արևելյան Հայաստանը մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարում է իրականացնում է միջազգային այցերի շարք կարևոր հանդիպումներով ու դասախոսություններով։ Իրանց ծրագրում են Փարիզը, Հունցնավ Ամերիկայի առաջատար համալսարանները, Յեյլը, Կոլումբիան ու Փենսիլվանիայի համալսարանը, որտեղ ինքը ժամանակին ուսանալ է ու ճանաչվել է իրավունքի դպրոցի լավագույն շրջանավարտները։ Արման Թաթոյանի դասախոսությունները նվիրված են միջազգային իրավունքին, պատերազմական հանցանքների հետի պատասխանատվության ու մարդու իրավունքների պաշտպանությանը։ Ինքը ընդգծում է հենց այս թեմաները վայդիմալ նաև Ամերիկայի փոխնախագահ Վենսին ներկայացնել է Բաքվի կողմից Հայաստանը ու Արցախը նկատմամբ իրականացված հանցանքները, օկուպացված տարածքների, բռնի տեղահանվածների, անհետացածների ու գերիների հարցը։ Նրան ասելավը այն պայմաններում վեր Հայաստանի իշխանությունները փորձում են անտեսին առկա խնդիրները միջազգային հրապարակայնությունը կենսական նշանակություն ունի որպես մարդ ով ամբողջ կյանքում զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությունով։ Ես Կարմ Չումսուսյանիմ, նշում է Արման Թաթոյանը, խոստանալով բարբերաբար տեղեկացնել իրան գործի ընթացքին ու արդյունքների մասին։ Հայաստանում կրոնական ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության վիճակի նվիրված ասուլիսին վաղտը Շվեյցարիայի ազգային խորհրդի անդամ Էրիխ Վոնտոբելը հայտարարել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածը արդար չի ու ճիշտ չի։ Իրան ասելավը մարդիկ զրկվան իրենց հիմնարար իրավունքան, հայրենիք ետրնալ իրավունքան, ինչը մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Վոնտոբելը շեշտալավ էր դաժե տարիներ անց հարցը կապված է հայտարարությունները կարել չեն փոխին իրականությունը կամ արդարացնին տեղի ունեցածը։ Պարզապես հրցրեցիք տեղահանված մարդկանց, արդյոք իրենց հետ այս հարցը կապված է։ Պատասխանը մի հատ է՝ ոչ, ասալ այնքան Իրենց եկեղեցիներն ու շկոլներն, գերեզմանատները մնացան ընդեղ, իսկ գերեզմանատները հիշողության կարևոր մասն։ Իվիլ ցրալավեր հենց այս դարդանագործում Արցախի հարցով շվեյցարական խաղաղության հանձնաժողովը վերը շարունակելու իրան գործը, որովհետև վստահ էր խնդիրը կապված չի։ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները իրան հերթին նշալավ էր։ Մարդու իրավունքները երբեք կարել չեն չեղարկվին։ Իրան ասելավը եթե սոր հնարավոր է անտեսել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները, ապա այգուց նույնը կարելի տեղի ունենա լուբոյ այլ ժողովրդի հետ դաժե պետության կողմից։
Կարսի Շարիղամիշա շրջանում ծմարնը առանձնանում է խիստ պայմաններով, ինչին դերդան վայրի կենդանիներն դժվարությամբ են սնունդ ճարում։ Շրջանի ձյունածածկ տարածքներում շտեղ ձյան շերտը տեղ-տեղ խստում է մինչև 2 մետրի նկատվան սնունդ որոնող վայրի կենդանիներ։ Տեսանյութում մրվամա կարմիր աղվեսն է սնունդ մանկյալից Ալիսոհու Ազբողա շեների շրջակայքում վեր գտնվում են շրջկենտրոնից մոտ 6 կիլոմետր հեռավորության վրա։ Նկատվա նաև մոխրագույն ճայեր, արվի կողքին սպսելիս հունց նաև վայրի թռչուններ վեր փորձում են սնվին բույսերի բողբոջներով։ Տեղացի բնակիչ Հիկմետ Բողդայը Անադոլու գործակալությանը հայտարարվեր ծմարնը շատ խիստ է, այս օրերին բավականին ցորտ է, վայրի կենդանիներին հետի դժվար է սնունդ ճարելը ու այդ դերդամունք ճանապարհների երկայնքավ այգիների մոտանիքների իրա իրանց հետի ապաստարաններու սնունդ ընկ թողում։ Արեմտյան Հայաստանում Սեբաստիայի վիլայեթի Թոնուսի գավառակում Աֆյոն Քարահիսարի խորհրդանիշ Կարահիսարի ամրոցի նվիրված թեմատիկ տեսանյութը վեր է ներկայացնում տարվա 4 եղանակները մցիած մունք առաջացրալ դիտողների շրջանում։ Քաղաքի կենտրոնում հանգած հրաբխիներան կառուցված ամրոցը հիմնադրվել է Հալեմխեթական կայսրության ժամանակաշրջանում մեր թվարկությունից առաջ մոտ 1350 թվականին ու մինչ սոր տպավորում է յուրան անկրկնելի տեսքավը։ Աֆյոն Քոջա Թեփե համալսարանի հասարակության հետ կապերի ու մամուլի վարչության գիտաշխատող Հական Յիլմազի նկարահանած տեսանյութը Կարահիսարին ամրոցը ներկայացում է արևոտ եղանակին, անձրևի տակին, ձիամեջ ու մառախողի պայմաններում։ Ամրոցի տեսարանը ամպերի մեջի կորած ստեղծում է հատկապես հեքիաթային ու տպավորիչ պատկեր, ընդգծել է վրան ամփոփող գեղեցկությունը տարվա սաղ եղանակներին։ Դոկտոր Գևորգ Հակոբյանը նշում է 2024 թվականի դեկտեմբերին իշխանափոխություն անող 2025 թվականի մարտի 13-ի սահմանադրական հռչակագրանը ետը Սիրիա մտալա հանգամյա անցումային փուլ խոստումով ստեղծելու իրավական պետություն հիմնված քաղաքացիության արժանապատվության ու անցումային արդարության իրա։ Սիրիահայերին հետի սա հնարավորություն է, բայց նաև անորոշության շրջան է։ Իրենց իրավունքներն են գոյություն ու անվտանգություն, ինքնություն, հավասարություն ու խտրականություն, բացակայություն, հանրային մասնակցություն, դեր զորի սուրբ նահատակած եկեղեցու ոչնչացում նշանցատամ ինքնության պաշտպանության կարևորությունը։ Խորհուրդը վերահաստատում է Սիրիահայերը Սիրիայի բնիկ բնակչությունում վեճ թափոքրամասնություն։ Տարբեր երկրների խոհանոցների շատ ուտեստներ սոր տռալն համաշխարհային ճանաչում ունեցող խորհրդանիշն են տվյալ երկրի այցեքարտը, մինչդեռ հայկական ավանդական խոհանոցը նելավ չափազանց բազմազան ու ինքնատիպ հալամամբողջությամբ բացահայտված չի ոչ միայն աշխարհը, այլ երբեմն դաժե մեր հայերիս հետի։ Բայց մեր խոհանոցը հարուստ է սննդարար հետաքրքիր ու պատմություն ունեցող կերակրատեսակներա, որ արժանին վերաարժևորման ու վերահայտնաբերման շարունակելով ներկայացնել հայկական ավանդական ուտեստները նպատակ ունի նպաստել տրանս պահպամանատարածմանը։ Այս դոնա ներկայացնում ենք Վանաքաշովի։ Վանաքաշովին Արեմտյան Հայաստանը մաս ասած ամենահամաղ յուրահատուկ ուտեստներն է վերահատուկ է Վանի բնակիչներին։ Հենց տղան էլ ինքը ստացել է իրան անվանումը։ Սա ավանդական ձմեռային կերակուր է, վերի հիմնական բաղադրիչներն են բլղուրը, մսը կամ տհալը, լոլիկը, սոխը ու համեմունքները։ Սննդարար ու հագեցնող այս ուտեստը ոչ միայն ճաշ է, այլ նաև Վանի խոհարարական մշակույթի կենդանի հիշողություն։ Սիրելի հայրենակիցներ, սորվա տեսքան ենք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։